Շատ տպավորիչ էր ֆիլմը, շատ հաշվի առնելով, որ ընդամենը ժամ ու կես էր, ոնց ես ֆիքսեցի, ժամ ու կեսվա մեջ իհարկե հնարավոր չէր այն բոլոր իրադարձությունները պատկերել, որոնց միջով անցել է սպարապետը Վազգեն Սարգսյանը, բայց Վազգեն Սարգսյանի կերպարը շատ լավ երևաց եւ այդ ժամ ու կեսվա մեջ հնարավոր եղավ ամբողջությամբ արտացոլել թե ով է եղել սպարապետը, անգամ այն մարդիկ, ովքեր չեն ճանաչել կամ այն տարիքում չեն եղել, որ այդ իրադարձություններին ականատես լինեին, կարծում եմ տպավորությունը իսկական Վազգենի մասին տպավորություն կարող են կազմել։ Խորեն Լևոնյանը արտակարգ դերը տարավ, ուղղակի գերազանց, շատ հուզիչ էր նաև, հուզական ֆոնը շատ բարձր էր։ Գրեթե ֆիլմի ողջ ընթացքում էլ այդ հուզական ֆոնը շատ բարձր է, որովհետև բոլորս գիտենք ավարտը ինչ է, եւ այդ ավարտը անընդհատ մեր ուղեղի եւ մեր մտքերի մեջ էր, իրականում շատ հուզիչ էր։ Քաղաքական ենթատեքստ տեսակ այդտեղ պարոն Խաչատրյան։ Չէ, ինչ քաղաքական ենթատեքստի մասին է խոսքը։ Հոկտեմբերի 27-ի։ Չէ, դե մեղրին փաստական տվյալներ կային ֆիլմի մեջ, փաստական տվյալներ, որոնք արձանագրված են կային եւ այդ փաստական իրականությանը համապատասխան փաստական տվյալներ կային, բայց քաղաքականություն չկար այստեղ կար այն, ինչը եղել է։ Հաճախեն դուք որպես ԿՊ խմբակցության падգամավոր ինչ եք զգում, որ տեսնում եք, որ Վազգեն Սարգսյանը պայքարում է Արցախի համար, Արցախյան ազատագրական շարժման համար իր կյանքը դնում եւ այդ Արցախը այսօր դուք ճանաչել եք Ադրբեջանի կազմում եւ հանձնել եք փաստացի Ադրբեջանին։ Դուք ինչ եք զգում։ Եվ վերջում ինչ։ Եվ ձեր իշխանությունը Տես դուք հարց եք տալիս քաղաքականություն կա թե չէ, բայց եկել եք ստե ու քաղաքականացնում եք այս ամենը։ Չարժի այսօր քաղաքականացնել։ Վազգեն Սարգսյանը ազատագրել է Արցախը։ Գիտեմ, որ հանձնարարություն ունեք, որ քաղաքականացնեք, չի ստացվելու։ Այսօր Վազգենի ծնունդն է, ես չեմ քաղաքական։ Պայքարելա ճիշտ է արել։ Այն ժամանակ պետքա պայքարել։ Չէինք պայքարում Արցախի։ Նայած երբ ինչ հնարավորություններ ենք ունեցել։ 2023 թվականի սեպտեմբերի 10-ը։ Մենք կարանք հիմա պայքարենք, չենք պայքարում։ Հա, լուրջ եք։ Հիմա մենք Վազգենի ազատագրած Արցախը հանձնեցիք Ադրբեջանին։ Պետության շահը արտահայտելու եւ հնարավորություն ունենալու տարբեր ձևեր կան։ Հիմա պետական շահը թելադրում է մի որոշակի քաղաքականություն, այն ժամանակ թելադրել է այն, ինչը Վազգենը արել է։ Եվ ճիշտ արել, որովհետեւ թելադրել է, որ Արցախը Արցախի հանձնենք։ պետական շահը ո՞րն է ձեզ համար։ Ուղղակի պետք է այդ հարցը լուծվեր եւ ժամանակին, երբ մենք հնարավորություն ունենք հաղթած պետություն ենք, այդ ժամանակ հնարավոր է շատ ավելի լավ պայմաններ։ Այսքանով սահմանափակվենք, ես չեմ ուզում այս ֆիլմի հետ կապված ինչ-որ քաղաքական երանգներ տալ։ Ժողովուրդ ջան, այսօր այդ օրը վաղ կգաք ազգային ժողով, Արցախից էլ կխոսամ եւ ամեն ինչից։